Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 24-ի համար։ Օրը երկուշաբթի է, սկսվում է աշխատանքային շաբաթը և տեսնենք, թե մեզ բոլորիս հետ ինչ է սպասվելու։ Նաև WhatsApp-ի տվյալները մյուս ալիքում պետք է տեղադրեի, դեռ չեմ տեղադրել, կտեղադրեմ։ Նաև ովքեր որ հետևում են թվագիտության ալիքը, այնտեղ էլ կա, հա, վերջին տեսանյութի ներքևում մեկնաբանության բաժնում այնտեղ ամրացված է դա, կարող եք, եթե հետևում եք այնտեղ, կարող եք այնտեղ նայել, այնտեղ գտնել տվյալները։ Բայց հիշելուց անպայման կտեղադրեմ նաև այս երկու ալիքներում։ Ցանկության դեպքում կարող եք գրանցվել, այնտեղ որոշ տեղեկատվություններ կան, բացի դա էլ վերջին թվագիտության տեսանյութի հետ է կապված, որ բացեցի եւ այնտեղ նկար է տեղադրված, ուղղակի պետք է բարձրանաք մի քիչ վերև եւ գտնեք այդ նկարը։ Թե ինչ է նշանակում, հա, կամ կարմայի որ տարիքում եք դուք գտնվում հիմա, կամ տարիքը որ տարիքում եք եւ ինչ կարմայով մեջով եք անցնում դուք, ինչ փորձությունների, որ ոլորտի։ Այսքանը եւ կնայենք արդեն կանխատեսումը, կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 24-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը առավոտյան ինչ-որ մարդկանց եք սպասելու կամ ինչ-որ բանի է, այդտեղ գործնական հանդիպում ունեք, միգուցե այդ մարդուն եք սպասում, կամ սպասում եք զանգահարեն, որ խոսեք գործնական։ Նաև ինչ-որ մի նվեր է սա ձեզ համար, կամ նվեր են տալու ձեզ, կամ դուք եք տալու, կամ սա կարող է շոկոլադ է, կամ ինչ-որ քաղցր, ինչ-որ շնորհակալություն եւ այլն, ինչ-որ բաներ կարող է լինել։ Նաև օրվա ընթացքում որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք եւ այստեղ վեճ կա նաև եւ զգուշացում, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ անպայման երկար մտածեք, նոր հետո արեք, միշտ ապեք ոչ մի հարցում։ Նաև դա տուն կարող եք մաքրել եւ ինչ որ մեկի հետ երկար ուղակի մնալ որից է տեղում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 24-ին։
Հարգելի ցուլեր, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, կարելի ասել ամեն ինչ է ձեզանից կախված այդ օրը։ Ձեր ցանկությունները կիրականանան, որոշ գործեր կանեք, կավարտեք, հյուր կունենաք, դուք հյուր կգնաք, նաև պետական հիմնարկության հետ կապված ինչ-որ հարցեր են, որը հաջողություն կունենաք, սա նաև կարող է լինել ուսման կենտրոն, բանկ, դատական գործընթացներ, բժշկական կենտրոն, այդ ամենը հաջողությամբ կընթանա։ Եվ նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ հույսով եք արթնանում, հույսները ինչ-որ բանի վրա եք դրել, այդպես արթնանում եք, որ անեք, կամ նման ինչ-որ պահեր են, որ հույսով լցված եք, որ ինչ-որ մի բան կլինի։ Այդ օրը ձեզ հրավերք ունեք առիթի, կհրավիրեն առիթի, ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, որոշ գործեր կմնա, չեք հասցնում անել, սուտ կա, գուցե դրա պատճառով է, եւ տհաճ պահեր են, գուցե այդ ստի հետ է կապված, այդ տհաճ պահերը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 24-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև կարող եք վիճել սեղանի շուրջ նստած, որը ձեր ձեռքում այս շատ բան հենց ձեզանից է կախված։ Գուցե տուն եք մաքրում, որ գան սեղանի շուրջ նստեք, ինչ որ մարդկանց եք սպասում։ Գուցե դա է։ Ինչ որ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, նաև առավոտյան կարող եք շուտ արթնանալ, գուցե որ տունը մաքրեք, կամ կարող եք երկար քնած մնալ, հետո արագ-արագ մաքրել։ Նաև ինչ որ մեկը կամ ինչ որ բան կգնա ձեր կյանքից եւ ձեր ցանկությունները կիրականանան։ Նաև ժամը ձեզ համար շատ կարեւոր է, միգուցե դա էլի քնած եք մնում։ Կամ կարող պայմանավորվել եք, կամ երեկոյան ուշ եք տուն գնում, կամ ձեր տնից երեկոյան ուշ են գնում մարդիկ, ով որ գալիս է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Կինային կառույցներ։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի առուսներ, այդ օր առավոտյան ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, ինչ-որ միտեղ, ինչ-որ մեկին եք սպասում, չկա դեռ, կարող դա է ձեզ ցավեցնում, ամենայն դեպս չեք տխրում, ինչ-որ տհաճ պահեր կան, բայց տխրություն չկա։ Նաև երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, նա վրա առիթ է, նա վրա ինչ-որ պահեր են երեխաների հետ կապված, նաև տան հետ կապված ոչ պահեր են, այստեղ կարող է առիթ է եւ գնում եք երեխայի ծնունդի, կնունքի կամ ինչ-որ արարողության։ Միգուցե ձեր տանն է, ձեր տանն է այդ առիթը ձեր երեխաների հետ է կապված։ Կամ տան հետ կապված յուրաքանչյուր հարցեր, տուն նայել, տուն վերցնել, այդպես։ Տան վարձ տալ եւ ինչ-որ մարդկանց եք սպասում, ինչ-որ բանի եք սպասում։ Չգիտեմ, արդեն կարող երեխաներին եք սպասում, կարող հյուրերին եք սպասում եւ ինչ-որ պահեր կան։ Տհաճ որ ձեզ դուր չի գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 24-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ տհաճ պահեր կան, նաև քնից կարող եք արթնանալ և ինչ-որ մի հաջողություն լինի ձեզ մոտ, ինչ-որ մի բան լինի, ինչ-որ հետաքրքիր, կամ կկարողանաք ճիշտ ժամանակին արթնանալ, երբ որ ձեզ հարկավոր էր, հա, ոնց որ, նաև ինչ-որ մի բան կարող եք անել, և դա ձեզ համար հաջողություն լինի, անմիջապես ոնց որ քնից արթնանալուց հետո, և հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը որոշեցի հնարավորություն ձեր ձեռքից կարող եք բաց թողնել, ուշադիր եղեք, նաև հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, որոշ հարցում հաղթանակած դուրս կգաք, կարող եք այցելել նաև բժշկական կենտրոն կամ հիվանդանոց կամ նման տեղ կամ նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Մյուս կողմից ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ոմանք ոչ գաղտնի գործողություններ են անելու, ոմանք նաև գաղտնի սիրային հարաբերություններ ունեք կամ թաքուն եռանկյուն հարաբերություններ, կարող հանդիպել տվյալ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, նաև կարող եք մի փոքր տխրել, որովհետև կամ հիվանդ եք, կամ ինչ-որ ցավեր ունեք, հա, դա է ձեզ տխրեցնում, կամ ինչ-որ բաներ չեք կարողանում անեք և ինչ-որ հիասթափություն կա ձեր մոտ։
Ուշադիր եղեք, որպեսզի չվարակվեք, միգուցե վարակվում եք եւ երեկոյան օրինակ կոկորդի ցավ կա, դրա համար էլ նեղվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը որովհետեւ իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, կամ նաեւ ինչ որ բան է ավարտվում, գուցե ինչ որ վերջին 1 ամսվա ինչ որ պահեր են։ Ոմանք ունեն իրեն ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, ոմանք ինտիմ հարաբերություններ կունենան, ոմանք նաեւ կամ շուտ եք պարկելու քնելու կամ ուշ։ Եվ ինչ որ մեկից կամ ինչ որ բանից կարող հեռանալ։ Եվ այստեղ մի փոքր ուշադիր եղեք։ Եթե անծանոթ եք կամ նոր եք դեռևս շփվում, ինտիմ հարաբերություններից հետո կարող գնալ։ Այստեղ զգուշացնում եմ ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև հաղթանակած զգաք ինչ որ մի բանից կամ միգուցե ինչ որ բժշկության հետ է կապված կամ բուժման ընթացքի հետ է կապված, եթե ինչ որ խնդիրներ կան։ Ամենայն դեպս կարող այցելել նաև նման վայրեր, ոչ բժշկական կենտրոն, դեղատուն, եւ այլն։ Եվ կամ ձեր սիրելիի հետ ճանապարհ եք գնալու կամ ճանապարհին ինչ որ մեկին կարող տեսնել սիրահարվել կամ ձեր հարազատ մարդիկ են ձեզ մոտ գալու կամ դուք եք գնալու իրենց մոտ։ Ոմանց սիրո խոստովանություն կանեն, կամ ինչ որ տեղ եք գնում հատուկ եւ այնտեղ ձեզ սիրո խոստովանություն են անում։ Եվ նաեւ
Դե կարող ուղղակի ինչ-որ բան է տեղի ունենում, որ ձեզ սիրված եք զգում, ձեզ լավ եք զգում։ Եվ դե ճանապարհը այսպես թե այնպես գնալու եք, կամ ձեզ մոտ կգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն ինչ-որ մեկի հետ, նաև կարող հեռախոսազանգի միջոցով եք խոսում։ Ամենայն դեպս հեռախոսազանգել ունեք, հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ոմանց սիրո խոստովանություն կանեն, դուք կանեք, ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, կամ միգուցե գործնական հանդիպումը շատ լավ է անցնում կամ խոսակցությունը թեկուզ, եւ դրանից ձեզ լավ եք զգում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր ունեք, պետք է զբաղվեք դրանով, նաև դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն դատական գործընթաց։ Ինչ որ հարցերում կտատանվեք, ծանոթ կանեք, միգուցե նաև կասկածում եք, որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, այդ օրը նաև հանդիպում ունեք, հեռախոսազանգ ունեք եւ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։